Վտանգավոր հայդուկը։ Սպաղանած Մակարը վանքի կռվից հետո սկսել էր լռել յայն, իսկ երբեմն էլ բացահայտ ըմբոստանալ Գևորգ Չաուշի դեմ։ Մակարը դժգոհում էր, որ Գևորգը անզգույշ է, հաճախ ձիով է շրջում, մինչդեռ Ֆիդային պետք է ոտքով շրջի անվտանգ մնալու համար։ Տրտնջում էր, որ նա շատ է վստահում քուրդ բեկերին, գիշերները համարձակ մտնում է նրանց քյոշկերը, երգիչներ է ուղարկում նրանց երգով հեղաշրջելու և նույնիսկ նվերներ է բաժանում ոմանց։ Եվ այդ բոլորը անում է հակառակ քրդական բեկերի բազմաթիվ դրժումների։ «Օձի ձվից եղնիկ չի ծնվի», քարոզում էր Մակարը։ Խիստ հանդուգն դատապարտելի քայլ էր համարում նաև Գևորգի անզգույշ մուտքը Վարխինի Օսման սպաների գաղտնի ժողովին։ Ալվարինջի ձախորդ կռիվը և Գևորգ Չաուշի անսպասելի ամուսնությունը Սուրբ Կարապետի անտառում բոլորովին խախտել էին Մակարի հավատքը իրենց մեծավորի հանդեպ։ Հայդուկները ժամանակին դատապարտել էին Սերոպ աղբյուրին Սոսեի համար։ Գևորգը գնդակահարել էր իր Ֆիդայի հորեղբորը կին փախցնելու մեղադրանքով։ Եվ այժմ այդ նույն Գևորգը, խախտելով ֆիդայական ուխտը, շտապեց ամուսնանալ, երբ Հայաստանը դեռ ազատագրված չէր։ Ինչ-որ մեղք և մարտական տկարություն էր նկատվել Նեմրութի հայդուկապետի համար։ Թույլատրելի էր միթե Գևորգ Չաուշին։ Քաջարի հայդուկը իր օրերը գլխավորապես անց էր կացնում Գոմերի, Կարմիր ծառի և Սուրբ Հովվաննու անտառների մեջ։ Իր ֆիդայիններից մեկ֊երկուսը նկատել էին, թե ինչպես իրենց հայդուկապետը Սարից իջնելով դարձյալ գաղտնի այցելում էր Ալվառինջ, կարասների թունդ գինով և գեղեցկուհի խանիկով արբենալու։ Մի կնոջ անուն էլ հիշատակվեց՝ Կաքավ։ Մի ուրիշ լուրջ մեղադրանք էլ կար։ Սպաղանած Մակարը, Տալվորիկի հին տոհմից սերված լինելով, Սասունը համարում էր հայ ազգի հոգին, իսկ Տալվորիկը Սասնա հոգին։ Նա այն ֆիդայիններից էր, որ հույսը դնում էր սեփական բասկի վրա, և կողմնակից էր, որ հայոց փրկության զենքը շինվի Սասունում հայ դարբինների ձեռքով և ոչ թե բերվի Դամասկոսից կամ մեկ ուրիշ երկրից։ Մակարը Մարալկանների երկիր էր անվանում Արևելյան Հայաստանը, Կարսը, Գյումրին, Երևանը, բացառությամբ Ղարաբաղի և Զանգեզուրի։ Սաստո տոհմիկ իշխանը կամենում էր իր ձեռքը վերցնել ֆիդայինների ղեկավարությունը և ինքը իշխել նրանց վրա, և նա ուներ կողմնակիցներ թե ժողովրդի և թե ֆիդայինների մեջ։ Սաստո բոլոր ազդեցիկ իշխանները նրա կողմն էին։ Նրան համակիր ֆիդայինները թեև փոքրաթիվ էին, բայց բոլորն էլ ընտիր։ Այդ խմբի մեջ էին Գալեն, Փեթարա մանուկը, Փեթարա ախոն, Լաճկանցի Արթինը, Չոլոն, Մորուք Կարապետը և Շենիքցի մանուկը։ Այդ ֆիդայինները Մակարի ղեկավարությամբ այլևս չէին ենթարկվում Չաուշի հրամաններին։ Շշուկներ էին տարածվել, որ Գալեն և Փեթարա մանուկը փոխանակ հեղին էին սպանելու, դիտմամբ շտապեցրել էին նրա և Գևորգ Չաուշի ամուսնությունը, կամենալով վերջնականապես ջախջախել իրենց հայդուկապետին և ղեկավարությունը հանձնել իշխան Մակարին։ Դրությունը լուրջ էր։ Լուրջ էր նաև իմ վիճակը։ Չէ՞ որ ես էի Նեմրութի փոթորիկների միջով զենք բերել Մարալկանների երկրից, մշեցի Տիգրանի հետ հասնելով մինչև Կարս և Ալեքսանդրապոլ, և այդ ամենը եղել էր Գևորգ Չաուշի հրամանով։ Մակարի կշտամբանքը մասամբ իմ դեմ էր ուղղված, թեև նա սիրում էր ինձ, որովհետև բոլորովին պատանի ես նետվել էի ֆիդայական շարժման մեջ, անկեղծորեն կամենալով ծառայել Հայաստանի ազատագրության դատին։ Եվ ահա մի օր, երբ բոլորս հավաքված էինք անտառում, երևաց քարայրը, ամբողջապես կերպարանափոխված։ Ոչ տիկ կար շալակին, ոչ էլ աղքատիկ դերվիշի երևույթ ուներ։ Հագած էր ֆիդայական գորշագույն զգեստ և ձեռքին զենք կար։
Արաբոյի հին զինվորներից մեկի, հայդուկապետ Գևորգ Չաուշի դեմ խռովություն էր կազմակերպված։ Նա եկել էր պատժելու պառակտիչներին և վերականգնելու խախտված միությունը։ Իսկ ով էր պառակտիչների գլխավորը։ Սպաղանած իշխանը։ Բոլոր ֆիդայինները գլուխկախ լուռ կանգնած էին կաղնիների տակ։ Միայն Չոլոն էր բացակա, ու բոլորիս համար անհավատալի էր, թե կգտնվի մեկը, որ կհամարձակվի Մակարի դեմ վճիռ արձակելու։ Եվ քարայրը որոշեց զինաթափ անել սպաղանած իշխանին։ Թե դու Մակարն ես սպաղանած, որ 20 տարուց ավելի զենք է շալակած։ Եթե դու նախանձախնդիր ես Ֆիդայու պատվին ու կարգապահությանը, ապա իբրև օրինակ քո իսկ ձեռքով պիտի պատժվես։ Ուստի քանդիր զենքերդ և նետիր ցած, ասաց քարայրը, սպառնական դիմելով Սասնո իշխանին։ Մակարը ապառաժի պես կանգնած էր Գալեի կողքին, ալեհեր խոշոր գլխով, աչքերը արյուն լցված, շրթունքները դեղնած, բեղերը իրար խառնված։ Նա լուռ էր և շփոթված։ Դու սպաղանած տեր, շարունակեց քարայրը, վտանգավոր հայդուկ ես այժմ մեզ համար։ Քո թիկունքին կանգնած են Տալվորիքցի մի քանի իշխաններ, իսկ Գևորգ Չաուշի կողքին ամբողջ Տարոնը և բովանդակ Հայաստանը։ Ինչ մարալկանների երկրի մասին է խոսքը։ Չկա մարալկանների երկիր։ Կա մեկ Հայաստան և մեկ ժողովուրդ։ Բոլորս պետք է մեր կալի մեջ կչկչանք և բունկալի մեջ հավքի տածենք։ Ես էլ, Գևորգ Չաուշն էլ և մեր ֆիդայիններից ոմանք մի քանի անգամ եղել ենք քո ասած մարալկանների երկրում, բայց մեր հիմնական բունկալը Հայաստան աշխարհն է և երբեք մեր ձուն օտար բնի մեջ չի ընկել։ Իհարկե, ամեն գյուղի մեջ էլ լինում են անպիտան հավեր, որոնք իրենց ձուն երբեմն հարևանի կամ օտար բունկալի մեջ են դնում, բայց այդպիսի հավերին տանտիկինները շուտ են փետրաթափ անում։ Ինքդ գյուղացի ես և գիտես, թե այդ ինչպես է լինում։ Հայտնում եմ քեզ, որ մենք ոչ մի բարեկամ ժողովրդի թշնամի չենք և պետք է միաստաբար ձգտենք մեր երկիրը ազատագրելու սուլթանական բռնակալությունից և մեր արժանի տեղը գրավելու ազգերի ապագա աշխատավորական ընտանիքում։ Դու քո տեղայնական վտանգավոր քարոզով չլատում ես մեր պայքարը այդ վեհ նպատակի իրագործման ճանապարհին։ Մի դարբին Համզե չի կարող մեզ ապահովել զենքով։ Ուստի ուզենք թե չուզենք, մենք պետք է դիմենք Դամասկոսին կամ մարալկանների երկրին։ Ինչ վերաբերում է Գևորգ Չաուշի ամուսնությանը, ապա այդ մեղքը մի մեծ սև բիծ դնելով նրա վրա, երբեք պատճառ չէ, որ դու ազատվես պատասխանատվությունից։ Նորից եմ կրկնում, քանդիր զենքերդ, եթե ֆիդայական երդումը սուրբ է քեզ համար։ Մակարը անձայն ձեռքերը տարավ դեպի կողքը, քանդեց իր ատրճանակը, սպիտակաբուռ խանչալը, մոսին հրացանը, խաչկապ փամփշտակալները, որ տասնյակ տարիներ պատվով կրել էր իր վրա, և հանդիմանական խոժոռ նայվածքով անջատվելով խմբից, համբուրեց ու թափեց Գևորգ Չաուշի ու քարայրի առաջ։ Զինաթափվելը ամենածանր պատիժն է Ֆիդայու համար։ Եվ մենք զսպված կարեկցությամբ նայեցինք մեր ավագագույն ընկերոջը, որ մերկացած էր զենքերից։ Նայում էինք լայն ուսերով և խոշոր բեղերով սպաղանցի այդ քաջ զինվորին, որ գլուխը կախ և անզեն կանգնած էր մեր առաջ։ Քարայրը հրամայեց զինաթափ անել նաև Մակարի կողմնակիցներ Լաչկանցի Արդինին, Գալեին և Շենիկցի Մանուկին։ Առաջին երկուսը իրենք զինաթափ եղան, իսկ Շենիկցի Մանուկը դիմադրեց, վագրի պես ամուր գրկելով հրացանը։ Զենքս չեմ իտա, գնդակ պտուր իտա ճակտին, դու իմ պատվի հետ հորի կխաղաս։
աղերսեց նա, դիմելով քարայրին։ Սպաղանած Մակարը լուռ նայեց մանուկին, ծանր քայլելով մոտեցավ սասունցուն, խլեց նրա հրացանը, խզակոթով մի հարված իջեցրեց ընկերոջ թիկունքին և բարկությամբ շպրտեց իր թափած զենքերի վրա։ Քարայրը կարգադրեց ինձ և Արտոնքա Ջնդոյին գիշերով գնալ Շենիկ գյուղը և զինաթափ անել նաև Չոլոյին, որ վիրավոր պառկած էր այնտեղ։ Մի ոտնաձայն լսվեց, և խոշոր տրեխներով մի հսկա տղամարդ, Գևորգ Չաուշի մոտով անցնելով, շարժվեց դեպի անտառ։ Մոտեցավ իր պես մի հսկա կաղնու, կիսաթեք հենվեց նրան, ծերացած գլուխը դանդաղ իջեցնելով կրծքի վրա։ Սպաղանած Մակարն էր։ Նա հոնգուր արտասվում էր, տառապագին տանջվելով իր մերկության ու մենակության մեջ։ Ամենքս էլ հուզված էինք և վշտից մեր աչքերը հառել էինք վար։ Խռոված էր Գևորգ Չաուշի հոգին։ Նա մոտեցավ ծերունի Մակարին և նրա վզից կախվելով չոքեց նրա առաջ։ Զարկ ինձ, հանգստացիր քեռի Մակար, ֆիդայու օրենք է, ես էլ մեղք եմ գործել և Աստված ինձ չի ների, բայց զենքի մեղքը սիրո մեղքից ծանր է։ Ձագուկ, ձագուկ, Մարաթուկ, քեզ հետ։ Պորտկաց տալվորիկցի ծերունին Գևորգի գլուխը առնելով թևերի մեջ։ Սասունցի էին երկուսն էլ, և այդպես իրար պլուլված, տղու պես լուռ արտասվեցին կաղնու տակ։ Ուղիղ մեկ ամիս սպաղանած Մակարը մնաց առանց զենքի։ Նա իր ընկերներով պատժվել էր ֆիդայական կարգապահությունը խախտելու և իրենց հայդուկապետի դեմ ըմբոստանալու համար։ Սուլուխ Սուլուխ գյուղի մոտ մի հին կամուրջ կա, 11 կամար ունի և նրա տակով հոսում է Արածանին։ Գետն այդտեղ բավական լայն է, իսկ գարնանը երբ հորդում է, հնարավոր չէ լողալով անցնել։ 1907 թվականի մայիսի 26-ին Գևորգ Չաուշը ինձ իր հետ վերցնելով եկավ Սուլուխ։ Մի օր առաջ այդտեղ էին հասել Ալվարինջու Սեյդոն և մյուս ֆիդայինները։ Մայիսի 27-ի առավոտյան նստած էինք իմ ծանոթ սուլուխցի Մեսրոպի տանը։ Այդ այն Մեսրոպն էր, որի մայրը ինձ բուժել էր ուռենու ցողոտ ճյուղերով։ Ֆիդայիներից մեկը գիշերը երազ էր տեսել և մեզ շուրջը հավաքած իր երազն էր պատմում։ Երազում տեսել էր Գևորգ Չաուշին եպիսկոպոսական շուրջառի մեջ, մարգարտյա թագը գլխին։ Գևորգը հանկարծ աներևութացել էր և մնացել էր միայն դատարկ շուրջառը։ Վրադ բաց է մնացել, երազ ես տեսել, ասաց Գևորգը ծիծաղելով։ Շենիկցի մանուկը և Ալիզռնանցի Մուքոն ջուր տաքացրին, իսկ ես և Մշեցի Տիգրանը երազատեսին գոմը կանչելով նստեցրինք տաշտակի մեջ։ Գևորգ Չաուշը հանկարծ մի կուժ պաղ ջուր առնելով լցրեց նրա վրա։ Ֆիդային վեր թռավ թաշտից և ամանով տաք ջուրը իմ ձեռքից փախցնելով լցրեց Գևորգի գլխին։ Սպաղանած Գալեն չէր մասնակցում այդ զվարճությանը։ Նա օդայում հանգիստ նստած ծխում էր։ Հանկարծ ներս մտավ սուլուխցի Մեսրոպը գույնը թռած։ Նա հայտնեց, թե մուշից զորք է գալիս և արագ մոտեցավ պատին, որ զենքերը կապի։ Շա՞տ է, թե քիչ, հարցրեց Գևորգը։ Խոփերու դաշտը սևացած է։ Հայդուկապետը հեռադիտակը վերցնելով բարձրացավ տանիք, իսկ ես կարգադրեցի կապել զենքերը։ Միայն Գալեն էր անշարժ նստած։ Զարմանալի դանդաղաշարժ էր Գալեն։ Կողքին թնդանոթ պայթեր, երբեք դեմքը չէր փոխի, ոչ էլ շարժու ձևը։ Այ Գալե, վեր կաց, ասացի ես։ Կացեք, ասաց Գալեն, ծխամորճի կրակը նորոգելով։ Տանիքից իջավ Գևորգ Չաուշը։ Քոսաբինբաշին է գալիս, ազդարարեց նա սաստիկ մտազբաղ, հեռադիտակը ձեռքի մեջ պահած։
կարգադրեց անմիջապես ձի նստել և շտապ հեռանալ Սուլուխից, քանի որ անկարելի էր մի տասնյակ մարդով կռիվ մղել մի ամբողջ բանակի դեմ։ Բայց որտեղից ճարել այդքան ձի։ Ալվարինջու Սեյդոն վճռաբար հայտարարեց, որ ինքը գյուղը չի լքի։ Նրան միացան նաև մյուս ֆիդայիները և քուրդ Հասանոն։ Գալեն անվրդով նստած շարունակում էր ծխել։ Գևորգը տեսնելով, որ մենք շրջապատված ենք Մուրադ գետով ու զորքով, և ճակատամարտը անխուսափելի է, ուսը գցեց Արաբոն իր հրացանը և ոտքի վրա որոշեց դիրքերը։ Ինձ հանձնեց գյուղից դուրս մի ավերականոց։ Ինքը վերցրեց խոփերի դաշտին հսկող մի բարձունք, իսկ կամուրջի գլխի պաշտպանությունը տվեց քուրդ Հասանոյին և դաշտեցի մի քանի տղաների։ Դիրք դարձան նաև մեր ավերակից դեպի աջ ընկնող կիսաշեն եկեղեցու պատերը, որ նայում էին խճուղու վրա։ Ես ինձ հետ վերցրի Ալվարինջու Սեյդոյին, Ալիզռնանցի Մուքոյին և Մշեցի Տիգրանին, նաև սուլուխցի մի քանի կռվողների, և մտա իմ ավերակի մեջ։ Գևորգի հետ տանիք բարձրացան Սպաղանած Գալեն, Սուլուխցի Մեսրոպը, սրա որդի Խուրշուդը և տեղական կտրիչներից մի 10 հոգի։ Եկեղեցու պատերի ետևում ամրացավ Շենիքսի մանուկը մի քանի զինված գյուղացիների հետ։ Հասանոն իր դաշտեցի տղաներով շտապեց դեպի կամուրջի գլուխը։ Քոսա Բիմբաշին Կուբանի թաթարներից էր, ազգությամբ կաբարդին։ 1878 թվականին մասնակցել էր ռուս-տաճկական պատերազմին իբրև կամավոր։ Կռվել էր նաև Շիբկայի պատերի տակ։ Եմենի և Մակեդոնիայի կռիվների մեջ բարձրացել էր հարյուրապետի աստիճանին։ Վերջին տարիներին եկել էր մուշ և սաստո մեծ ապստամբությունը ճնշելով, դարձել էր Բաղեշի նահանգի ամենահեղինակավոր զինվորականը։ Քոսան սկզբունքով դեմ չէր ֆիդայիներին։ Նա անձամբ սիրում էր Գևորգ Չաուշին և հաճախ իր սպաներին ասում էր. «Եթե ես հայ լինեի, կուզեի լինել Գևորգ Չաուշ»։ Ամեն անգամ, երբ առիթ էր լինում զորք հանելու հայդուկների դեմ, Քոսան Մեհմեդ էֆենդու կամ իր մարդկանց միջոցով լուր էր ուղարկում Գևորգին, որ իրենց գտնված տեղից հեռանան։ Եվ ահա այդ ծեր ռազմիկը, որի երեսին բնությունը զլացել էր մի հատիկ մազ բուս ցնել, Սուլթան Համիդի անունը կրող մի մեծ զորագնդի գլուխ անցած, մուշից շարժվում էր դեպի Սուլուխ։ Առաջին անգամ էր նա այդպես դավադրաբար գալիս, առանց Գևորգ Չաուշին զգուշացնելու։ Շուրջը տափարակ դաշտ էր, և ես ավերակից տեսնում էի, թե ինչպես խճուղու վրայով վաշտ առ վաշտ գալիս էր սև զորքը քարաշար կազմած։ Զորքի առջևից քայլում էր Քոսա Բիմբաշին, հրացանը ուսը և սուրը քաշած։ Կողքից ընթանում էր մի ասկյար, պղնձյա բոռիզանը բերանին։ Զորքը հասավ մեր դիրքերին։ Լսվում էր ասկյարների ծանր ոտնաձայնը։ Խճուղուց բարձրացող փոշին գալիս էր մեզ վրա։ Շուտով երևաց ձիավոր գունդը, որը սրաշավ ուղղվեց դեպի Սուրբ Գևորգ եկեղեցին։ Ու հանկարծ տանիքից պայթեց Գևորգ Չաուշի Արաբոն, որին հետևեց մեր համազարկը։ Տագնապի փող հնչեց, ու սուլթանի զորքը հայդուկների նորահնար զենքի սարսափից ահաբեկ շփոթված ետ դարձավ։ Մի մասը լցվեց խճուղու փոսերի մեջ, մյուսը պառկեց մեր դիրքերին շատ մոտիկ։ Ոմանք սողեսող հասան մեր ավերականոցին և թաքնվեցին նրա պատերի տակ։ Մի քանիսը մեռած ձևանալով, հանկարծ ոտքի էին կանգնում և կրակում։ Ասկյարներից մեկ-երկուսը մագլցեցին պատերն ի վեր, զենքերը մեզ վրա կախելով։ Մի ասկյար փորձեց բռնել Սեյդո Պողոսի հրացանի փողը։ «Թեսլիմ» գոռաց խռպոտ ձայնով։ Տաստոցի մի կրակոցով «Թեսլիմ» գոռացողը ցած գլորվեց։ Երկրորդը փորձեց, նա էլ գլորվեց։ Քոսա Բիմբաշին հանկարծ թավալգլոր շուռ եկավ զորքի առաջ և սուրը ձեռքից վայր ընկավ զնգոցով։ Փորձեց բարձրանալ,
բայց կիսաթեք գլորվեց խճուղու աջակողմյան խանդակի մեջ։ Քոսա Բիմբաշու անկումը տեսնելով, Սուլթանի զորքը խուճապահար փախուստի դիմեց, իր հազարապետի դիակը թողնելով Սուլուխի դաշտում, գլուխը խանդակի մեջ, ոտքերը խճուղու վրա։ Այդպես տխուր վերջացավ Սուլթան Համիդի ամենաքաջ ռազմիկի կյանքը։ Բորիզան փչող ասկյարը թռավ ձիերից մեկի թամբին և պղնձյա շեփորը բարձրացնելով սկսեց փչել, որ զորքին ետ կանչի, բայց Ալի Զռնանցի Մուքոյի գնդակը շեփորի միջից անցնելով ծոծրակից դուրս եկավ։ Բորիզան փչողը թամբի վրա օրորվելով իր գործիքի հետ տապալվեց Բիմբաշու կողքին, գլուխը խճուղու վրա, ոտքերը խանդակի մեջ։ Հանկարծ նկատեցինք, որ Գևորգ Չաուշի տանիքը լուռ էր։ Գալեն չկար, իսկ կռվողներից մեկը մեջքով դեպի մեզ չոքած ինչ-որ բան էր ուղղում տանիքին։ Գևորգը զարկված է, շշնջաց Սեյդոն։ Ես արագ վազեցի դեպի Գևորգի դիրքը։ Գալեն երկու աչքից կուրացած մահամերձ պառկած էր գոմի ջրհորի մոտ, իսկ Գևորգ Չաուշը վիրավոր նստած էր կողքին։ Հրացանի խճճված փոկը ուղղելու միջոցին ոսոխի գնդակը խոցել էր հայդուկապետի ձախ ծունկը, աջ թիկունքից անցնելով։ Վերջալույսին մենք ստիպված եղանք թողնել Սուլուխը, որովհետև մուշից նոր զորք էր եկել, և թնդանոթների որոտը մեզ սեղմել էր գյուղի և արածանու միջև։ Տանիքից իջնելով, ես վերջին անգամ մտա այն տունը, ուր Գևորգ Չաուշը և Գալեն էին պառկած։ Շենիկցի մանուկը սգավոր նստած էր երկուսի մեջտեղ։ Սեյդոն Չախմախլինուսը հենված էր պատին։ Նա ձեռքից վիրավոր էր։ Մշեցի Տիգրանը և Ալի Զռնանցի Մուքոն նստոտած էին ամեն մեկը մի դիրքով։ Գալեն պրծել է, իսկ Գևորգը դեռ ողջ է, ծանուցեց շենիկցի մանուկը։ Ես հրամայեցի շտապ թողնել Սուլուխը։ Բոլորը ոտքի կանգնեցին, բացի Գալեից և Գևորգ Չաուշից։ Գևորգին կապել ձիու մեջքին, իսկ Գալեին գետը նետել, կարգադրեցի ես։ Ամենքս էլ զգում էինք, թե որքան ծանր էր այդ վճիռը, բայց ուրիշ ելք չկար։ Շենիկցի մանուկը բռնեց իր ամենահին ընկերոջ թևերից, համբուրեց նրա արյունոտ երեսը։ Ալի Զռնանցի Մուքոն բռնեց Գալեի ոտքերից և նետեցին արածանու մեջ։ Միայն մի ակնթարթ նայեցինք, թե ինչպես արածանին իր պղտոր հորձանքի մեջ առավ մեր հերոսական ընկերոջը։ Գալեն երբեք այդքան արագաշարժ չէր եղել, ինչպես այդ հորդացած ջրերի մեջ։ Ուր գնաց նա, ուր քշեցին նրան ալիքները, չիմացանք։ Սուլուխցի Մեսրոպը մեզ մի ձի բերեց։ Գևորգին կապեցինք ձիու մեջքին։ Շենիկցի մանուկը դարձավ առաջապահ։ Ետևից ես էի գնում մի քանի հայդուկներով։ Իմ ետևից գալիս էր Ալվարինջու Սեյդոն, վիրավոր ձեռքով ձիու սանձը բռնած։ Ձիու աջ կողմով գնում են Մշեցի Տիգրանը, ձախով Ալի Զռնանցի Մուքոն։ Սրանց ետևից գյուղի բնակչությունն էր շարժվում Սուլուխցի Մեսրոպի գլխավորությամբ։ Մութ էր, և ասկերները կարծեցին, թե մենք իրենց զորքից ենք։ Վերջում գլխի ընկան և մեզ վրա կրակեցին։ Գևորգի ձին խփվեց։ Ես Գևորգին ձիու մեջքից արագությամբ իմ շալակն առա։ Ձին գլորվեց արածանու մեջ։ Քուրդ Հասանոն, որ իր մի քանի դաշտեցի տղաներով հսկում էր կամուրջին, ուժգին կրակով ապահովեց մեր ելքը զորքի շրջապատումից, և մենք Գևորգ Չաուշին փոխնեպոխ շալակելով հասցրինք Խաշխալտախ գյուղի դիմաց։ Վերջին շալակողը Սեյդոն եղավ։ Ես մոտեցա Գևորգ Չաուշի վիճակն իմանալու։ Վերքդ թեթև է, Գևորգ, հուսադրեցի ես Սեյդոյի շալակից նրան եղեգների վրա իջեցնելով։ Իմը վերջացած է, և Աստծո պատիժը կատարվեց, նվաղած ձայնով շշնջաց հայդուկապետը։
մի ջանդակի համար չարժի խումբը վտանգի մատնել։ Ինձ թողեք էստեղ, իսկ դուք գնացեք։ Եղսոն ու Վարդգեսը ձեզ ամանատ։ Խաշխալտախի մոտ մեղրագետը արածանուն միանալով կազմում է եռանկյունի։ Մի կողմը սուլուխն է, մյուս կողմը երկու գետ։ Որոշեցին Գևորգին թողնել Եղեգնուտում, մոտը պահապան կարգելով սուլուխցի Մեսրոպին։ Տարանք մի քիչ ավելի խորքը, հենեցինք մի խուրձ եղեգի և ծածկեցինք թարմ կանաչով։ Վերջին պահին Գևորգը ցույց տվեց հեռադիտակը և զենքը։ Ես վերցրի հեռադիտակը, իսկ զենքը թողեցի վրան։ Երկու լողորդ չափեցին գետի խորությունը։ Ջուրը խփում էր մինչև թևատակ, իսկ տեղ-տեղ գլուխներից բարձր։ Լողորդները նախ անցկացրին Շենիքսի մանուկին, ապա ինձ և մյուս հայդուկներին։ Մեր ճանապարհին Անձնուտ անունով մի գյուղ էր ընկած։ Լույսը չբացված, այդ գյուղի ժամկոչը մեզ գտավ իրենց գերեզմանատան մատուռի մեջ։ Սաստիկ զարմացավ և հայտնեց, որ իրենց գյուղում զորք կա, և խորհուրդ տվեց մատուռից դուրս չգալ։ Ժամկոչը բարձրացրեց խորանի սալաքարը, և մենք վեր ելնելով թաքնվեցինք այնտեղ, իրար վրա նստելով։ Շենիքսի մանուկը փորձված մարդ էր, զգաց, որ ժամկոչը վախկոտ է և կարող է վախից մեր տեղը հայտնել, ուստի նրան ներս քաշելով նստեցրեց իր ծնկներին, սալաքարը դանդաղ մեզ վրա իջեցնելով։ Ժամկոչը կարծում էր, թե մենք փախստականներ ենք, և իբրև նորություն հայտնեց, թե այդ օրը Սուլուխի դաշտում մեծ ճակատամարտ է եղել հայ ֆիդայինների և սուլթանի զորքերի միջև, և այդ կռվում սպանվել է Քոսա Բինբաշին։ Ո՞ւմ գնդակից, հարցրեց Շենիքսի մանուկը։ Գևորգ Չաուշի։ Մեր զարմանքի վրա ժամկոչը ոգևորված ավելացրեց, թե այդ կռվում քանի հազարապետ, հարյուրապետ և հեծյալ ու հետևակ է սպանվել Քոսա Բինբաշու զորքից։ Սուլուխի ամբողջ դաշտը դիակներով է ծածկված, ասաց նա, և սուլթանի ձիավորները, գյուղերն ու քարապները ընկած Գևորգ Չաուշին են փնտրում, նրա կնոջը և երեխային։ Ֆիդայինները հոգնած քնել էին, իսկ ժամկոչը դեռ շարունակում էր պատմել Շենիքսի մանուկի ծնկներին նստած։ Իրիկնադեմին մենք թողեցինք մատուռը։ Դուրս գալուց առաջ ժամկոչին կապելով դրեցինք մատուռի դռանը, որ չիմանա, թե մենք որ ուղղությամբ գնացինք։ Իմ ուղղությունը պարզ էր։ Ես ֆիդայիններին հանձնեցի Շենիքսի մանուկին, որ նրանց տանի դեպի կարմիր ծառի սոսիների պուրակը։ Ալվռինջու Սեյդոյին կարգեցի խմբի հետնապահ, իսկ Հասանոյին առաջնապահ։ Նրանց հանձնեցի նաև Գևորգ Չաուշի հեռադիտակը, իմ պայուսակը, իմ հագուստն ու զենքերը և մի թուրք սայլապանի տարազ հագնելով դիմեցի դեպի Սուլուխ։ Լողալով անցա արձանին և ծանոթ Եղեգնուտը հասա այն պահին, երբ մի քանի ասկյարներ եղեգների միջից վերցնում էին Գևորգ Չաուշի դիակը մուշ տանելու համար։ Սուլուխցի Մեսրոպը չկար։ Գևորգ Չաուշը մեռել էր մայիսի 28-ի արևածագին, բռի մեջ սեղմած հոգեվարքի ժամին պոկած կանաչները։ Ասկյարները ինձ ուղարկեցին մի սայլ բերելու։ Գնացի և գյուղի առաջին պատահած հայ տնից եզասայլ վերցնելով վերադարձա Եղեգնուտ։ Չաուշի դիակը գրկեցի, դրեցի սայլին և եզրերին դանդաղ քշելով խոփերի դաշտով շարժվեցի դեպի Մուշ։ Հասա ջարդուքարեր, մշոկողք։ Ես Մուշ չմտա։ Մեհմեդ էֆենդին նվագախմբով եկել էր քաղաքից դուրս դիմավորելու Գևորգի դիակը։ Նա ինձ տեսավ սայլին նստած։ Բարկացած մի հիշոց նետեց ֆիդայինների հասցեին, բայց գլխարկը հանելով լուռ կանգնեց, կարծես պատվոպահակ լիներ։ Դարձյալ նույն երևույթի մեջ էր, ոստիկանական համազգեստով, սպիտակ թաշկինակը վզի շուրջ։ Քոսա Բինբաշուն թաղել էին դրանից մի օր առաջ, հանդիսավորությամբ ու նվագախմբով։
Այդ միևնույն զինվորական նվագախմբով Գևորգ Չաուշի դիակը տարվեց դեպի Կողու թաղի գերեզմանատուն, Սաչքի դուրանի վրա։ Այդտեղ էին թաղվում այն ֆիդայինները, որոնց դիակները ընկնում էին սուլթանի զինվորականների ձեռքը։ Իմ աչքի առաջ Գևորգին իջեցրին գերեզման, և տարոնի արևը մայր մտավ։ Մեհմեդ էֆենդին սայլին հենված կանգնած էր իմ կողքին, աչալուրջ հսկելով, որ ըմբոստություններ չլինեն։ «Գնա, տղաս», ասաց Մեհմեդ էֆենդին, երբ մենք մի պահ առանձին մնացինք։ «Դու մի օր վարդապետ ես, մի օր էլ սայլապետ։ Սուլուխի կռիվը ցնցեց Մշո դաշտը։ Ամբողջ գիշերը մենակ ողբացել եմ Գևորգի համար, բայց պիտի բարկանամ ձեզ վրա, և ով ձեռքս ընկավ, անխնա պիտի պատժեմ։ Սուլթանից հրաման կա, որ հայտնաբերենք ու ոչնչացնենք բոլոր ֆիդայիններին, իսկ Գևորգ Չաուշի կնոջը և երեխային բռնենք և հանձնենք սուլթանի ձեռքը։ Այդ գործի համար ջանբեզարների ոստիկանապետ է նշանակված Մհե Չաուշը։ Վերադարձիր ֆիդայինների մոտ ու միասին մի միջոց մտածեք Գևորգի կնոջ և երեխայի փրկության համար, թեկուզ ջրտուքվար Ֆադեի մոտ տարեք։ Նա ձյուների և ամպերի վրա է ապրում, թող էնտեղ պահի, ուրիշ ճար չկա։ Ես ու Մհե Չաուշը պարտավոր ենք երկուսին էլ գտնել և հանձնել սուլթանին իբրև պատանդ։ Այդպես է մեծն փադիշահի կամքը։ Ես սայլը լցած տխուր իջա Կողու թաղով և նույն ճանապարհով վերադարձա Սուլուխ։ Կամուրջի գլխից նայեցի ներքև։ Արածանու ալիքները սև գոմեշների պես իրար հրելով շարժվում էին առաջ։ Սայլը եզներով թողեցի այդտեղ և «Ֆալագ, քո տունը ավրվի, Ֆլանգ» ասացի ու ինձ նետեցի խենթացած ալիքների վրա։ Մեկը մյուսին հեծնելով ես ճեղքեցի արածանին ու նորից հասա Անձնուտ գյուղի ծանոթ մատուռը։ Մեր կապած ժամկոչը չկար։ Նույն գիշերը ես սարերով մեկնեցի Կարմիր ծառ։ Մակար և Մանուկ Գևորգ Չաուշի մահից հետո հայդուկների խումբը մնաց իմ հույսին։ Նրանք քիչ էին, բայց բոլորն էլ կոփված տասնյակ կռիվների մեջ և հավատարիմ իմ կարգադրություններին։ Հասնելով Կարմիր ծառի սոսիների պուրակը, իմ առաջին կարգադրությունը եղավ Գևորգ Չաուշի կնոջը և որդուն թաքցնել Սուրբ Կարապետի վանքում։ Բայց շուտով ստացվեց Բաղեշի կուսակալի և Մշո կառավարչի հրամանը, որով պահանջվում էր ամբողջ երկրում սկսել որոնումներ։ Հրամանում ասված էր, որ եթե որևէ գյուղ կամ վանք համարձակվի թաքցնել նրանց, հիմնահատակ կկործանվի։ Այդ հրամանից 2 օր հետո ներկայացավ Հեսու վարդապետը գրեթե լալահառաջ։ Նա խնդրեց Գևորգի ընտանիքը շտապ հեռացնել Սուրբ Կարապետի վանքից։ «Մի կնոջ և երեխայի համար արժե, որ մի վանք կամ գյուղ կործանվի», ասաց ծերունի վարդապետը։ Ինչ անել։ Մեզ մնում էր Հեղինեին և Վարդգեսին որևէ միջոցով փրկել, առանց վնաս պատճառելու վանքին։ Բոլորս հավաքված էինք անտառում և մտածում էինք մի ելք գտնել դրությունից դուրս գալու։ Արտոնքա Ջնդոն առաջարկեց նրանց Հասանոյի և Ալադին Միսակի ուղեկցությամբ ուղարկել խուտ, հանձնելով Ղասիմբեկի և նրա կնոջ խնամքին։ Չէ՞ որ Գևորգը Խութաբեկի եղբայրն էր, իսկ Ջեմիլեն ֆիդայիների քույրը։ Փեթարա Ախոն և Կարկուտ Թադեն առաջարկ արին Հեղինեին իր քեռի Մկրտիչ վարդապետին հանձնել։ Ֆիդայիներից մեկն էլ ասաց, ով կատարել է այդ ստորին պսակը, թող նա էլ պատասխանատու լինի նրանց կյանքի համար։ Նա առաջարկեց Հեղինեի և իր զավակի պաշտպանությունը ապավինել խաչեղբայր Փեթարա Մանուկին և Ստեփանոս վարդապետին։ Սպաղանած Մակարը գլուխը կախ գցած իր համրիչն էր քաշում։ Կողքին նստած էին Շենիկցի Մանուկը, Մորուք Կարապետը և Չոլոն։ Ես քեռի Մակարի դեմքի վրա կարդացի. ճիշտ է,
Ես հակառակ եմ եղել Գևորգի ամուսնությանը և նրա գործելակերպին. ըմբոստացել եմ նրա դեմ և պատժվել եմ դրա համար, բայց Եղսոն իմ աղջիկն է, իմ աչքի լույսը։ Գևորգը իմ հոգու կեսն էր, այժմ երբ նա չկա, նրա նամուսը իմ նամուսն է, նրա ժառանգը իմ ժառանգը։ Եթե Մակարը չգնա Հեղինեին ազատելու, արար աշխարհ պիտի կարծե, թե քեռի Մակարը աննամուս մարդ է։ Ու կաղնու տակից վեր կացավ սպաղանած հսկան, կապեց զենքերը և ծանր ձեռքը իմ ուսին դնելով ասաց. «Ես կերթամ Հեղինեին և մանուկ Վարդգեսին փրկելու։ Ես նրանց կտանեմ Սասուն, թե որ ողջ եկա, ազգության պատիվը փրկած կլինեմ, թե մեռա, մի մեծ բան կորցրած չեք լինի։ Քեռի Մակարը հալիվոր է արդեն, միայն մի խնդրանք ունի, իր ջանդակը կթաղեք Գևորգ Չաուշի կողքին»։ Ծերունի Մակարի հետ վեր կացավ Շենիքցի մանուկը։ «Ես Մակարին մենակ չեմ թողնի, ես էլ կերթամ Հեղինեի հետևից»։ Փեթարա Ախոն և Գելիպետոն էլ ելան ոտքի։ Դաշտեցիներից ցանկություն հայտնեց գնալ Մշեցի Տիգրանը։ Ախոն վերև նայեց երկինքը ստուգելու։ Վատ բան էր գուշակում։ Մեկ-մեկ համբուրվեցինք գնացողների հետ։ Քեռի Մակարը այնպես էր համբուրվում, կարծես այլևս չպիտի տեսնվենք։ Փեթարա մանուկի կուրծքը լիքն էր, նա սկսեց իր բերիվանին։ Մակարը իր խումբով բարձրացավ լեռան կածանով, իսկ մենք կանգնած նայում էինք նրանց ետևից։ Հանկարծ Շենիքցի մանուկը ետ դարձավ և բացականչեց. «Չոլո, Չոլո, իմ ճժերին եթիմ չթողնես»։ Չոլոն չդիմացավ, փղցկաց և երեխայի պես լաց եղավ։ Մի օր հետո Ախոն և Գելիպետոն վերադարձան, և Պետոն պատմեց. «Սպաղանած Մակարը Շենիքցի մանուկին ուղարկեց Սուրբ Կարապետի վանքը Գևորգ Չաուշի կնոջը և երեխային բերելու, որ տանի Սասուն, իսկ ինքը իր փոքրիկ խմբով կտրեց Կուրտիկ լեռը, մտավ ամրեի գյալեն և լուսաբացի դեմ դուրս եկավ Փեթարի գլխին։ Մեկ էլ էն տեսնենք. Շենիքցի մանուկը, որ մեզանից բաժանվելով գնացել էր Սուրբ Կարապետի վանքը, դեպի Փեթար է բարձրանում, հետը առած Հեղինեին ու Վարդգեսին։ Քեռի Մակարը ուրախացավ և կարգադրեց ցերեկը հանգստանալ Փեթարում, իսկ գիշերը ուղևորվել Սասուն։ Այդ խոսքի վրա էինք, երբ Ախոն ասաց. «Էս ինչ սև շերտ է լեռան լանջին, ոչխա՞ր է, թե տավար»։ Բայց ոչխարը կամ տավարը ի՞նչ գործ ուներ սարի վրա վաղ լուսադեմին։ Մի գյուղացու ուղարկեցինք, որ մոտիկից իմանա, թե դա ինչ բան է։ Մեր ուղարկած մարդը ետ եկավ և ասաց. «Ոչ ոչխար է, ոչ տավար. Օսմանցու զորք է, սարերն ընկած Գևորգ Չաուշի կնոջը և երեխային են փնտրում և նրանց փախցնող ֆիդայիններին»։ Ծերունի Մակարը, որ պատրաստվում էր ցերեկը Փեթարում հանգստանալ, տրեխներ ամրացնելով ելավ ոտքի։ Նա ինձ հրամայեց 3 հոգով բռնել լեռան գլուխը, ամրեի գյալու ցից քարը։ Ինքը վերցրեց մեջտեղի գիծը, իսկ Շենիքցի մանուկին կարգադրեց շարժվել իր ետևից։ Մենք պետք է առանց կրակելու, վեր բարձրանալով, անցնեինք զորքի միջով։ «Իսկ Հեղինեին ի՞նչ անենք, ինչպե՞ս փախցնենք Սասուն», հարցրեց Շենիքցի մանուկը։ «Ձգուկ, ասկյարը շատ է, իսկ իմ բախտը սև», ասաց քեռի Մակարը։ «Մենք նրանց մեզ հետ տանել չենք կարող։ Վարդգեսին տուր առաջին պատահած հայ կնոջը, ճիժ է, գուցե կփրկվի։ Իսկ Հեղինեն նամուս է, թող թշնամուդ ձեռքը չանցնի, զարկ ու եկ մեզ հասիր»։ Ես և Փեթարա Ախոն արդեն ամրեի ցից քարին էինք հասել, երբ տեսա, թե ինչպես թշնամին անտանելի կրակ բացեց, պաշարման մեջ առնելով Մակարի և Շենիքցի մանուկի խմբերը։ Մենք վերևից, պաշարված ֆիդայինները ներքևից, կատաղի կրակեցինք։ Աջակողմյան զորքը մաքրվեց,
և քեռի Մակարը ու մանուկը ապահով հասան ցից քարին։ Թշնամին մնաց ձորի մեջ, իսկ մենք ամրեի գագաթին։ Բայց ճիշտ կռահեց իշխան Մակարը, որ իր բախտը սև է։ Սուրբ Հովհաննու վանքի կողմից նոր զորք էր եկել և գաղտի բռնել ամրեի երկու թևերը։ Ստիպված նահանջեցինք, թողնելով լեռան գագաթը։ Շատ արագ էինք նահանջում, իսկ Մակարը ծեր էր ու ոտքերին ուժ չկար։ Քրդական մի բարեկամ օբայի հասանք։ Օբայից հաց առնելով շարունակեցինք մեր նահանջը։ Մակարը ուղղակի ուժասպառ էր եղել և ծնկները ծալվում էին։ Մի էշ բռնեցինք և ծերունի Մակարին նստեցրինք վրան։ Մի շատ դժվար վերելք կար մեր առաջ։ Դա ճանճկուսարն էր։ Եթե այդ լեռը հաղթեինք, կանգնած կլինեինք շենիքի գլխին։ Մակար այլևս անկարող էր շարժվել, ոչ ոտքով, ոչ էլ ավանակին նստած։ Ու խնդրեց քեռի Մակարը, որ իրեն սպանենք, իսկ մենք մտածենք միայն մեր փրկության մասին։ Բայց ում ձեռքը կբարձրանար քեռի Մակարի վրա։ Առանք զենքերը, քանդեցինք փամփուշտները և սիրտ տվեցինք, որ քայլի։ Սակայն իզուր, Շենիքսի մանուկը, ես և Փեթարա ախոն շատ զբաղվեցինք Մակարին տեղից շարժելու գործով։ Ուզում էինք մեզ հետ տանել կամ նորից մի կերպ նստեցնել ավանակին և լեռը բարձրանալ։ Թշնամին արագ մոտենում էր։ Գտնվում էր մի քանի տասնյակ քայլի վրա։ Մակարի ցանկությունը կատարվեց։ Մի գնդակ գալով խոցեց սպաղանած իշխանին։ Մակարը զգաց, որ թշնամու գնդակ է։ Վերքից ուժ առած տնքալով շարժվեց առաջ և մեր պաշտպանությամբ հասավ շենիքի գլուխը, դուքանի բերան։ Մեր ոտքերի տակ գդալների դաշտն էր, իսկ ավելի հեռվում Մրկեմոզանի ընդարձակ մարգագետինը։ Խոշկանցի ցեղապետ Ռզգո աղայի աշիրեթը Զոզան էր ելած։ Ռզգոն սպաղանած Մակարի հին ծանոթներից էր։ Մակարը խնդրեց, որ իրեն թողնենք Ռզգոյի ամառանոցում, իսկ մենք ազատվենք, քանի դեռ զորքը այդտեղ չի հասել։ Շենիքսի մանուկը համաձայն չեղավ քեռի Մակարին վիրավոր վիճակում մենակ թողնել այդտեղ։ Ես ուխտ եմ արել, քեզ հետ մեռնել, քեռի, ասաց մանուկը և մեզնից բաժանվելով մնաց ծերունի Մակարի հետ։ Հեռվից տեսա, թե ինչպես նա առաջացավ դեպի ցեղապետի օբան, որ կարգադրություն անի Մակարի համար։ Այդ միջոցին Խալիլ աղայի կատաղի քրդերից մեկը, որ այդտեղ էր, մի կացին քաշելով թափով իջեցրեց Շենիքսի մանուկի գլխին։ Մանուկն իրեն չկորցրեց, քաշեց տաստոցը և 3-4-ին սպանելով և մի քանիսին էլ վիրավորելով, ինքն էլ թևից զարկված, փորձեց փախչել դեպի իր հայրենի գյուղը, Շենիք։ Մակարը մենակ մնաց ճանճիկ սարում։ Խալիլի քրդերը թափվեցին վիրավոր և անզեն ծերունու վրա և կացիններով ու խանչալներով նրան սպանեցին։ Մանուկը զառիթափով հասավ շենիքի վերևի քարերը, կրակեց, որ շենիքսիները օգնության գան, բայց Սեմալից եկած զորքը գյուղը պաշարել էր, և նրանք տանիքներին կանգնած անզոր դիտում էին նրա մենավոր պայքարը։ Ֆիդային զայրույթից իր հրացանը և ատրճանակը քարերին զարկելով ջարդեց ու թռչելով մի քարաժայռի, որի տակ ճանճիկ սարի մեծ վիհն էր բացվում, մի գնդակ առավ իր հպարտ ճակատին և արծվի նման ճախրելով գլորվեց անդունդը։ Եվ այդպես մատաղվեց քաջարի սասունցին։ Մի թուրք սպա, տեսնելով այդ հերոսական ու գեղեցիկ մահը, բարձրաձայն գոչեց. «Ափսոս, Էրմենի իգիթ, որ քեզ հայ է ծնել»։ Մենք կռիվ տալով դուքանի բերանից դժվարությամբ հասանք Ծիծեռնու ձորը, Սեմալ գյուղի մոտ, բայց արդեն զրկված քեռի Մակարից ու Շենիքսի մանուկից։ Երբ Գելիպետոն ավարտեց իր պատմությունը, թվաց, թե այդ ամբողջը հեքիաթ էր մի առասպելական կռվի հսկաների մասին։ Իսկ ինչ եղան Հեղինեն և ծծկեր երեխան,
Չէ՞ որ Մակարը ուզում էր նրանց տանել Սասուն, հարցրի ես։ Շենիքցի մանուկը Գևորգ Չաուշի կնոջը և երեխային վանքից բերեց, որ Մակարը տանի Սասուն, բայց Սասուն գնալ չհաջողվեց։ Երեխային Շենիքցի մանուկը մահից առաջ հանձնել էր Փեթարցի մի պառավ կնոջ, որ պահի, իսկ եղսոյին Մշեցի Տիգրանը կնոջ շորեր հագնելով առաջնորդեց դեպի Մշո դաշտ։ Արջի որջում Քարայրներում թաքնվելը դարձավ վտանգավոր։ Անտառի խորքում մի թաքստոց տեսա։ Արջի բույն էր։ 3 ամիս բնավ ածիլված չէի։ Իմ գլխի և երեսի մազերը խառնվել էին իրար։ Իմ երևույթով ես նման էի արջի, ավելի ահարկու, քան արջը։ Կռացած նայեցի։ Մի մեծամարմին գորշ գազան, գլուխը թաթերին դրած հանգիստ պառկել էր։ Ինձ տեսնելով հարձակվեց վրաս։ Եվ ուժեղ գոտեմարտ եղավ իմ և այդ գազանի միջև։ Ես արջին սպանեցի և դուրս բերելով կախեցի ծառից։ Տերև ու խոտ հավաքեցի և արջի մորթին չորացնելով փռեցի վրան։ Պառկել եմ իմ նոր կացարանի փափուկ ներքնակի վրա և շարունակ մտածում եմ, թե ինչ եղան Հեղինեն և Վարդգեսը, Գևորգ Չաուշի կինը և երեխան, որոնց կյանքի համար այլևս ես էի պատասխանատու սպաղանած Մակարի և Շենիքցի մանուկի անկումից հետո։ Անցավ 1 շաբաթ, 2 շաբաթ, Մշեցի Տիգրանը չէր երևում։ 1000 տեսակ մտքեր էին պաշարել ինձ։ Երևի հայտնաբերել են նրանց և սպանել, կամ հետապնդելով ձերբակալել են և տարել Բաղեշ, որ ուղարկեն սուլթանին։ Մտածում էի նաև, թե միգուցե Տիգրանը սպանել է Հեղինեին և այլևս անհարմար է գտնում երևալ մեզ։ Մի օր, երբ արջի վերջին պատառներն էին ներս տանում, իմ կացարանի առաջ հայտնվեց կնոջ շորեր հագած մի տղամարդ, հետը բերելով Գևորգ Չաուշի կնոջը և երեխային։ Մշեցի Տիգրանն էր։ Գլխին լաչակ կար, ծայրը հանգուցված ծնոտի տակ և դնչկալը մինչև քիթը վեր քաշած։ Այնքան նման էր Մշեցի կնոջ, որ անկարելի էր նրան շփոթել տղամարդու հետ։ Մեծ եղավ իմ զարմանքը, երբ Տիգրանին տեսա այդ հագուստի մեջ, երեխան գրկին, Հեղինեն հետևից։ Փոքր ինչ կռացած էր քայլում և հոգնած տեսք ուներ։ Ես գիտեի, որ Տիգրանը ընդունակ է խիզախ արկածների, բայց արկածի այդ տեսակը վեր էր իմ պատկերացումից։ Թեթև կրակ վառեցի, միասին հաց կերանք և Մշեցին պատմեց։ Քեռի Մակարի հրամանի համաձայն Շենիքցի մանուկը ծծկեր Վարդգեսին հանձնեց Փեթարցի մի պառավ կնոջ, որ պահի։ Հեղինեն նստել էր այդ կնոջ կողքին և չէր ուզում երեխայից բաժանվել։ Ես Հեղինեի ձեռքից բռնելով ասացի. ել երթանք իրար հետ։ Բայց Փեթարցի կինն ասաց. Հեղինե, մի գնա, քեզի կսպանեն։ Հեղինեն չոքեց իմ առաջ և ասաց. Տիգրան, կամ դու պիտի մեռնես Գևորգի համար, կամ պիտի ազատես Գևորգի կնոջը և երեխային։ Եթե ինձ զարկես, ամբողջ ազգությունը մինչև 7 պորտ քեզ մայրասպան պիտի ասի։ Անտանելի վիճակ ստեղծվեց ինձ համար։ Ես գիտեի, որ Հռոմի զորքը բռնել է բոլոր ճանապարհները և փրկության ոչ մի հնար չկա։ Ուստի հարկադրված հագա կնոջ շոր, դնչկալով ծածկեցի իմ բեղը և Հեղինեին ու Վարդգեսին վերցնելով իջա դեպի դաշտ։ Այդ զգեստը մասամբ էլ նրա համար հագա, որ որևէ ֆիդայի ինձ ծանոթ կնոջ հետ տեսնելով անզգուշությամբ չսպաներ հեռվից։ Երեխային գրկած Հեղինեի հետ անցա սուլթանի զորքի միջով։ Հանկարծ զգացի, որ իմ բեղի ծայրը դուրս է եկել և դնչկալը արագությամբ քաշեցի վրան։ Մի ասկյար ուզեց բռնել իմ թևից, բայց որտեղից որտեղ, իմ բախտից, մեր դեմ ելավ Մեհմեդ էֆենդին։ Նա գոռաց ասկյարի վրա. «Չես տեսնում, անցնողը կին է, երեխան գրկին»։ Ասկյարը ձեռքը ետ քաշեց, և մենք անվտանգ ելանք շրջապատումից։
Հեղինեն երեխային գրկած հազիվ էր պառկել արջի փոստին, որ մի քիչ հանգստանա, երբ մեր թաքստոցի առաջ ոտնաձայն լսվեց։ Ես ձեռքս արագ տարա դեպի իմ զենքը։ «Քիմսա՞լ» հարցրի ես, արջանոցից դուրս գալով։ «Այստեղ մի կին չմտավ երեխան գրկին»։ «Ոչ, այստեղ արջեր են ապրում»։ «Այդ խոսողը ո՞վ է»։ «Մեհմեդ էֆենդին է, ձեր հոգեառը, իսկ աջ քովինս Մհե Չաուշն է», հնչեց պատասխանը։ «Վերջապես ձեզ գտանք, այնքան նեղն եք ընկել, որ մաղարաներից փախչելով մտել եք արջերի բները։ Ուր ուզում եք մտեք, թեկուզ գետնի տակ, մեր վճիռն է մի հատիկ ֆիդայի չթողնել սուլթանի երկրում»։ «Գիտեմ, որ դու ֆիդայիների հոգեառն ես, հայությունից իսլամ դարձած Մեհմեդ էֆենդին»։ «Այո, և քովինս դաժան և արյունարբու Մհեն է, Մհեն»։ Ընդհատելով, նորից հատուկ շեշտադրությամբ այդ անունը ընդգծեց Մեհմեդ էֆենդին, իբրև թե այդ անունով ուզում էր սարսափ ազդել, բայց իրապես կամենալով հասկացնել, թե զարկեք Մհե Չաուշին, ես նրան այդ նպատակով եմ այստեղ բերել։ Մհե Չաուշը Սասունի Խիյանք գավառի քրդերից էր, Մշո բանտի դահճապետը, որը դառնալով ջանբեզարների գլխավոր, սկսել էր համառորեն որսալ ֆիդայիններին և սարերն ընկած Գևորգ Չաուշի կնոջը ու երեխային էր փնտրում սուլթանին պատանդ ուղարկելու համար։ Ոստիկանապետ Մեհմեդ էֆենդին նրան բերել կանգնեցրել էր վրիժառու հայդուկի գնդակի հանդեպ։ Ո՞ր առաքինի մարդը չէր ուրախանա այդ հրեշի մահով։ Մի գնդակ, և Մհե Չաուշը փռվեց մեր թաքստոցի առաջ։ Այդպիսի հրեշներին ոչնչացնելը պատգամ և պարտավորություն է բոլոր ժամանակների, բոլոր սերունդների համար։ Իմ կրակոցի վրա Մեհմեդ էֆենդին և Մհե Չաուշի երեք զինյալ ջանբեզարները զենքերը բացած նետվեցին դեպի իմ որջը։ «Մհե Չաուշ, ես քո վրեժը տասնապատիկ կառնեմ», ցասունալից գոռաց գաղտնի ոստիկանապետը և ջանբեզարներին հրամայելով հեռանալ այդ վտանգավոր վայրից, ինքը զենքը ձեռքին միայնակ ներս խուժեց։ Երկրով մեկ տարածված էր Մեհմեդ էֆենդու սարսափը։ Պատմում էին, որ նա համարձակորեն մտնում էր ֆիդայինների թաքստոցները և ձեռքն ընկածին տանջամահ անելով սպանում էր։ Միայնակ կատարում էր մի ամբողջ զորաջոկատի գործ։ Ջանբեզարները իսկույն հեռացան այդտեղից, իրենց հետ փախցնելով Մհե Չաուշի դիակը, երբեք չկասկածելով, թե իրենց ոստիկանապետը, ով կա ներսում, բոլորին անխտիր կոտորելով, հաղթական դուրս կգա այնտեղից։ Մեհմեդ էֆենդին իրար ետևից կատաղորեն կրակեց բաց օդի մեջ, ամեն կրակոցին տարբեր ձայնով տնքոցի կամ ցավի մի բացականչություն արտաբերելով, իբրև թե սպանվողների կողմից։ Ապա բռնելով Մշեցի Տիգրանին, սկսեց բարձրագոչ հայհոյել ու ծեծել, բայց տակից հայերենով կամացուկ ասել նրան. «Դու աննամուս, լսված բան է, որ ֆիդային կնոջ շոր հագնի, դնչկալ կապի բեղի վրա։ Հագիր տղամարդու հագուստ և Հեղինեին փախցրու այստեղից։ Վարդգեսի մասին կարգադրություն արել եմ, և նա կփրկվի։ Ես նրան կուղարկեմ Վան։ Մենք երկուսս էլ ծառայում ենք մի նպատակի։ Դու հարկադրաբար քեզ կին ձևացնելով և բեղերիդ վրա դնչկալ քաշելով, որ ոչ մի Մշեցի տղամարդ չէր հոժարի անել, իսկ ես իմ հավատքը փոխելով, որ ամենամեծ մեղքն է աշխարհում։ Բայց մենք հերոսներ ենք, և ազգը, կարծում եմ, ապագայում չի թքի մեր ճակատին»։ Մեհմեդ էֆենդին նորից սկսեց կատաղորեն հայհոյել ու կրակել և դուրս գալով, կեռ սուրը մի քանի անգամ բարկությամբ քսեց խոտերին, իբրև թե արյունից մաքրելով։ Ապա սուրը դրեց պատյանը և դաժանորեն շարժվեց առաջ։ Ջանբեզարները նրան սպասում էին քարափի տակ։ «Էֆենդի, դուք շատ անգթորեն եք վարվում ֆիդայինների հետ, այդքան մարդ կոտորել չի լինի», նկատեց նրանցից մեկը։
Ամբողջ աշխարհը խոսում է ձեր խստության մասին։ Իսկ իրենք խիստ չեն։ Ձեր աչքի առաջ սպանեցին Մհեչաուշին։ Ո՞ւր է մեր Քոսա Բիմբաշին, պորտկաց ոստիկանապետը։ Այս գավուրները մի կողմից, Սալոնիկի թուրքերը մյուս կողմից, Ելդս քյոշքն են ուզում պայթեցնել։ Սալոնիկում, այստեղ, ամենտեղ ռումբեր են կուտակում։ Եվ ում դեմ։ Մեր անմեղ սուլթանի դեմ, իմ ու քո դեմ։ Վալին ու Մյութասերիֆը մեզանից հայդուկապետի կնոջ ու երեխային են պահանջում։ Իսկ այս անհավատները զենք են քաշում մեզ վրա, և Աստված գիտի, թե ուր են թաքցրել նրանց։ Բայց, ինչ բայց, որ ես խիստ եմ, դաժան եմ, հա։ Ուզում ես, որ քո դիակն էլ գումարեմ այն երեքի վրա, սպառնաց Մեհմեդ Էֆենդին, հայացքը ուղղելով դեպի քարայրը, և սպիտակ թաշկինակի արձակված ծայրը փաթաթելով վզի շուրջ։ Իսկ ինչպես վարվենք Մհեչաուշի հետ, տանենք, թե թողնենք, ընդմիջեց երկրորդ վախեցած Ջանբեզարը։ Դե լավ, գցեք փոսը, նա ճակատամարտի մեջ ընկավ։ Իսկ մենք սարից ցած չենք իջնի, մինչև չգտնենք հայդուկապետի կնոջը և երեխային։ Եվ նրանք, Մհեչաուշի դիակը մի խանդակի մեջ գլորելով և հողով ծածկելով, հետևեցին իրենց ոստիկանապետին։ Արտոնք։ Ավաղ, Գևորգ Շաուշ, դու ես ինչ անել վիճակի մեջ դրեցիր մեզ։ Ինչու խմեցիր Ալվարինջու թունդ գինին ու մեղք գործեցիր Սաստա լեռների վրա։ Այժմ ինչպես վարվեմ։ Ալադին Միսակին ուղարկեմ Մշեցի Տիգրանին օգնության, Հեղինեին երգով փախցնելու դեպի Վան, թե նրան առաքեմ Արտոնք։ Արտոնքը կես ժամու ճամփա է Վարդենիսից։ Գեղեցիկ գյուղ է Արտոնքը, Գևորգ, և դու երևի շատ անգամ էիր լինում այնտեղ։ Ալվարինջու Սեյդոն Ջնդոյի հետ այդ գյուղը պիտի երթան։ Ոչ, եկ ես Ալադին Միսակին նրանց ետևից Արտոնք ուղարկեմ, Գևորգ։ Չխուրի մեջ է Արտոնքը, և այնտեղ շամբեր շատ կան։ Այդ գյուղի բնակիչները հպարտ են, այնքան հպարտ, որ աբան ծածկելիս մի թևը չեն հագնում, թողնելով, որ շարժվի ետ ու առաջ։ Ու ճամփա ելան Ալվարինջու Սեյդոն և Արտոնքա Ջնդոն դեպի Չխուր, և Ջնդոյի աբայի աջ թևանոցը հպարտ ճոճվում էր թիկունքից կախ։ Ու նրանց ետևից դեպի Արտոնք գնաց իմ խաղասաց Ալադին Միսակը։ 1907 թվականի աշունն էր։ Կովկասից մուշ էր եկել Զավեն անունով մի երիտասարդ գործիչ։ Եկել էր նոր մելիքի հետ հայ-քուրդ համերաշխության դաշինք կնքելու։ Բանակցության վայրը ընտրված էր Արտոնքը։ Ու նույն օրը Արտոնք ներկայացավ Խութաբեկը, հետը առած իր մի քանի ղոլամներին ու Բաշ Ղոլամին, որ մեր ներկայացուցիչն էր բեկի մոտ Գևորգի ժամանակներից։ Ու թարգման դարձան Ալվարինջու Սեյդոն և Արտոնքա Ջնդոն Զավենի ու Խութաբեկի միջև։ Նոր մելիքը համաձայնություն հայտնեց Զավենի հայտնած բոլոր գաղափարներին։ Նա հանձն առավ 10,000 քրդերի գլուխ անցած ֆիդայինների աջակցությամբ տապալել սուլթանի կառավարությունը Մուշում և քրդերին ու հայերին տեր դարձնել կացության։ Ու կնքվեց դաշինքը։ Դաշնագրից հետո երկու կողմերը ոգելի ըմպելիքներով ողջագուրեցին իրար և մաղթանքներ արին իրենց համերաշխության ու ծրագրի հաջողության համար։ Ու երբ Բալաքա քուրդը զգաց, որ Զավենն ու Ջնդոն լավ գինով ցած են, թույլ տվեց, որ անկողին երթան։ Ուրախությունից ու գինուց հարբած անկողին մտավ նաև Ալվարինջու Սեյդոն։ Երբ նրանք հարբած քնած էին, նոր մելիքը կանչեց իր ղոլամներին, որ երեքին էլ քնած տեղը սպանեն։ Պատի տակ երկար սպասեց Ալադին Միսակը։ Տագնապով ու կարոտով սպասեց, որ ընկերները դուրս գան քյոշկից։ Կեսգիշերին Բաշ Ղոլամը գաղտագողի մոտեցավ երգչին
և արտասուքը սրբելով լռությամբ անցավ նրա կողքով։ Ու զգաց երգիչը, որ Արտոնքա Ջնդոն և Զավենը և Ալվարինջու Սեյդոն սպանված են, ու պատին հենված ողբած Ալադին Միսակը ողբաց ու երգեց մինչև լուսադեմ։ Օ, միամիտ ֆիդայիններ, դուք ինչպես վստահեցիք Բալաքաբեկին։ Քամին թիկունքից փչելիս դուք սաստկացնում էիք ձիերի վազքը, կողքից փչելիս սանձերը ամուր ձգում էիք, որ թույլ չտաք ճամփան շեղեն, իսկ դեմից փչելիս դառնում էիք հետևակ, և ձիերը խոնարհ գալիս էին ձեր ետևից։ Ինչպես եղավ, որ չիմացաք, թե խութաքամին որ կողմից է փչում։ Վաղուց էր փոխված այն ջուրը, որ Սուլուխա կամուրջի տակով անցավ։ Ո՞ր ձին է իր ոտքը դրել առաջվա կճղակի տեղը։ Այն օրերը ուրիշ էին, երբ նոր մելիքը կապված էր ֆիդայինների հետ, և գեղեցիկ Ջեմիլեն իր ապարանքի մեջ բուժում էր վիրավոր Գալեի թևը։ Այդ տարիներին Խութաբեկը եղբայրն էր Գևորգ Շահուշի, իսկ Ջեմիլեն նրա քույրը։ Գևորգի անունը այդ օրերին սարսափ էր ձգել բեկի հակառակորդ աշիրետների վրա, ուստի և ամուր էր այդ բարեկամությունը։ Գևորգի մահով անցավ այդ հմայքը, ինչպես ամեն հմայք ու զորություն աշխարհում, երբ նախկին տերը չկա։ Խութաբեկն ասաց, որ ինքը այդ սպանդը կատարեց իբրև փոխվրեժ Սուլուխու մահաբեր գնդակով սպանված իր եղբայր Գևորգի, բայց Գևորգի և ձեր հիշատակի առաջ նա չարաչար ստեց։ Ավաղ, կործանված էր այն կամուրջը, որ դուք եկաք նորոգելու։ Նրա մի ծայրը հենված էր Միրզաբեկի տան խարդախ կրծքին, իսկ մյուսը հայոց Սաստա տան ազնիվ սրտի վրա։ Միրզաբեկի տունը մի ճյուղն էր Ալադին֊փաշայի համբավավոր տոհմի։ Նենգ էին այդ տան մարդիկ, և Ալադինի կողմից վաղուց անիծված իբրև խարդախ ազգական։ Չխորի բեկը այդ խարդախ տան գլխավորն էր և թոռը Միրզաբեկի։ Նրա նախնիները Բաղեշի ճանապարհին դարան մտած սպանել էին Ալադին֊փաշայի մի ազգականի և 4 եղբայրներով եկել էին մուշ։ Միրզաբեկի տան մարդիկ նույնիսկ իրար հանդեպ խարդախ ընթացք ունեին, ու տեսեք, թե ինչ է պատմում հին երգը նրանց մասին։ Մի անգամ նրանք 7 եղբայրներով հասան մի գյուղ և ուզեցին իրենց ձիերը ախոռ մտցնել։ Առաջին եղբայրը քաշեց իր ձին, որ ներս մտնի, բայց ախոռի դուռը ցածրիկ լինելով, կոտրեց իր ձիու թամբը և մյուս 6-ին չզգուշացրեց։ Երկրորդ եղբայրը քաշեց իր ձին, որ ներս տանի, սա նույնպես թամբը կոտրեց։ Երրորդ եղբայրը հետևեց սրան, երրորդ եղբայրը հետևեց սրան, սա էլ իր թամբը կոտրեց։ Ու այսպես 7 եղբայրները իրար ետևից ներս մտնելով և իրար չզգուշացնելով կոտրեցին իրենց ձիերի թամբերը։ Ու դրանց անունը այդ օրվանից մնաց Ֆալայհաֆթ, խարդախ 7 թամբերի տուն։ Ավաղ, Ալվարինջու Սեյդո և Ջնդո արտոնած։ Ասենք թե Մարալկանների երկրից եկած մեծավորը նոր էր իջնում Մշոդաշտ և դեռ անփորձ էր, բայց դուք, որ փորձված էիք և այդքան զգաստ, ինչպես պատահեց, որ անզգուշորեն ընկաք 7 թամբերու տան ծուղակի մեջ։ Եվ մանավանդ դու, Ալվարինջու Սեյդո, որ գիշեր-ցերեկ Չախմախլի հրացանը ձեռքիդ, ծծմակի քիթը բռնած, զգաստ հսկում էիր Ֆրանկ Նորշենի ճանապարհներին։ Դու, որ մասնակցեցիր Բերդակի վանքի և Շամիրամի մեծ կռիվներին, նաև դաշտի բոլոր կռիվներին իբրև տասնապետ։ Դու, որ միշտ ասում էիր. «Հլա դաշնակ, հնչակ չկար մեր երկիր, մենք հեղափոխական էինք»։ Եվ դու, լուսամիտ շինականդ, մի անարգ դավով զոհ գնաս 7 թամբերի տան խարդավանքին։ Ողբացեք Արտոնքի վիշտը, ողբացեք Չխուրի Վարդենիս, Ազախպյուր և Արագիլի բույն գյուղեր։ Ողբացեք Ալվարինջու Սեյդոյի
Ջնդոյի և Զավենի մահը։ Ու այդպես երգելով արտոնքից դեպի խվներ շարժվեց Ալադին Միսակը։ Նա հասավ Խութա անտառի զովասուն պուրակին, որտեղ ամեն ամռան իր կարմիր վրանն էր զարկում գեղեցիկ Ջեմիլեն։ Երգեց Ալադին Միսակը ու բացվեց օրը այդ պուրակի ու աշխարհի վրա։ Բայց 7 թամբերի քյոշկից այլևս դուրս չեկավ Ֆիդայի քրդուհին, ոչ էլ Բաշ Ղոլամը երևաց շեմքին։ Արտոնքից վերադարձավ նոր մելիքը, և այն միևնույն զենքով, որ նրան նվեր էր ուղարկել Գևորգ Չաուշը, լուսաբացից առաջ սպանեց իր Բաշ Ղոլամ զմնթլիկ Սոհակին և իր կնոջը Ջեմիլեին։ Ավաղ, Գևորգ Չաուշ, դու ինչու խմեցիր Ալվառինջու կարասների թունդ գինին և մեղք գործեցիր Սասնա Լեռների վրա։